Ակում է, որ երկուշաբթի ժամը 10-ին կշարունակենք մեր նիստը։ Համեցեք Տիկին Գալստյան։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, քննարկում ենք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաղորդումը։ Հաղորդման մեջ, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի խոսքում, մի շարք կարևոր դիտարկումներ կային։ Երկրում տիրող մթնոլորտի, նաև ոլորտի խնդիրների առնչությամբ։ Մասնավորապես փաստվում է իրողությունը, որ մեր հասարակությունը շարունակում է ապրել քաղաքական բևեռացման, ապատեղեկատվության եւ ատելության խոսքի պայմաններում։ Կարևորվում է մեդիայի էկոհամակարգը մաքրելու արդյունավետ, անաչառ եւ թափանցիկ կարգավորումների անհրաժեշտությունը։ Կուզենայի, որ ուշադրություն դարձնենք այս երկու բառերին՝ անաչառ եւ թափանցիկ կարգավորումներ։ Արձանագրվում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկա օրենսդրական գործիքների եւ լիազորությունների սահմանափակության մասին, ինչը թույլ չի տալիս արդյունավետորեն իրացնել կարգավորող մարմնի ողջ ներուժը։ Օգտվելով հանձնաժողովին վերապահված առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականության մշակման գործառույթից տասնյակ առաջարկություններ են ներկայացված այս հաղորդման մեջ։ Ըստ էության հաղորդումն ավելի շատ առաջարկությունների փաթեթ է հիշեցնում, քան հաղորդում, ինչը ինքնին վատ չէ, ես չեմ քննադատում, բայց կարևորագույն խնդիրը այն է, թե սահմանադրական այս մարմինը հանրային վստահություն եւ լեգիտիմության ինչ աստիճան ունի։ Արդյոք ապահովում է անաչառության, սկզբունքայնության եւ սահմանադրությամբ պահանջված անկախության բավարար մակարդակը եւ կամ որքանով է ազատ քաղաքական ազդեցությունից։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, տեսալսողական մեդիայի մասին եւ օրենքով, ինչպես նաեւ բնագավառը կարգավորող մի շարք օրենսդրական ակտերով։ Հիշեցնեմ, որ սահմանադրության 197-րդ հոդվածը սահմանում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։ Այս պահանջն է ամրագրված նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքի 34-րդ հոդվածում, հետևյալ շատ կարևոր լրացումով. կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ, գերակա են այլ գործունեություններից։ Պարոն Հակոբյան, անցյալ տարի ես դարձյալ հաշվետվության ընթացքում անդրադարձել էի ձեր պաշտոնի հետ անհամատեղելի ձեր գործունեությանը։ Դուք, որ ի պաշտոն եք քաղաքական չեզոքության եւ քաղաքական բազմակարծության երաշխավորը պիտի լինեիք, տևական ժամանակ իշխանությունների քաղաքական խոսափող հմեկի եթերում Պետրոս Ղազարյանի հետ դիալոգ քաղաքական վերլուծական հաղորդումներ էիք վարում։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, ոտնատակ տալով սահմանադրությունը եւ ոլորտի հիմնական օրենքը, իշխանահաճոք քաղաքական գնահատականներ էի հնչեցնում ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայաստանյան առաքելական եկեղեցու եւ ազգային ինստիտուտների նկատմամբ։ Հիմա արձանագրում եմ, որ հավանաբար նաեւ իմ քննադատության արդյունքում դադարեցվել է այդ հաղորդումը եւ ձեր հանրային զսպվածությունը գոնե տեսանելի է։ Բայց ամենայն հավանականությամբ այդ սուրբ տեղը դատարկ չի մնացել։ Քաղաքական մեծամասնությունը ըստ երևույթին պրոպագանդիստների պակաս ունի եւ հիմա այդ դերակատարությունը հաճույքով ստանձնել է հանձնաժողովի մեկ այլ անդամ բանաստեղծ Հակոբ Մովսեսը։ Նա, որ ընտրվելիս այս ամբիոնից եթերը մաքրելու, հանրային համերաշխության, քաղաքական չեզոքության եւ այլ բարձր արժեքներից էր խոսում, հիմա վերածվել է իշխող կուսակցության վստահված անձի եւ իշխանություններին քարոզչական ծառայություններ է մատուցում։ Հմեկի եթերից հայտարարում է, եթե այսօր այս իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի։ Պրոիշխանական նարատիվները տիրաժավորող այլ լրատվամիջոցներում, որոնցից մեկը ամենաշատ վարչական պատասխանատվության ենթարկվածներից մեկն է, Հակոբյանը կամ Հակոբ Մովսեսը, հանրայնորեն այսպես հայտնի բանաստեղծը, ակնհայտ քաղաքական դիրքորոշումներ է հնչեցնում։ Վարկաբեկումը եւ ատելության խոսք քարոզում կամ հենց ատելություն քարոզում ընդդիմադիր գործիչների հասցեին եւ գնահատական հնչեցնում դաշնակցության գաղափարախոսությանը։ Սա սահմանադրական մարմնի անդամի վարքականon չէ, պարոն Հակոբյան,
որը ենթադրում է իրավական եւ սոցիալական բարձր պատասխանատվություն։ Եվ սա 37 թվի հանգույն թշնամու որս չէ։ Եվ ես հիմա բնական հարց եմ բարձրացնում, պարոն Հակոբյան, եթե ձեր հանձնաժողովում դուք չեք կարողանում սահմանված կարգը ապահովել, սահմանադրության պահանջը ապահովել եւ այն լիազորությունները, որ ձեզ տրվել է ուրեմն թե սահմանադրությամբ եւ թե համապատասխան օրենքով, ապա ինչպես եք եւ ինչ չափանիշներով եք մեդիա դաշտը կարգավորում կամ ինչ սկզբունքներով։ Հիշեցնեմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է որոշումով 2024-ի, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, հստակ, պարտավոր է զերծ մնալ քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական մեդիայում ունեցած իր օգտահաշվից քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ նրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ կամ հավելումներ անելուց տարածելուց։ Սա հստակ է եւ ձեր հանձնաժողովը կոռուպցիայի հանձնաժողովի տիրույթում է դիտարկման իմաստով։ Փաստորեն սահմանադրությունը օրենքը ոտնահարելը ընդունված վարք է ձեր հանձնաժողովում։ Եվ այսքանից հետո դուք ակնկալում եք, որ ձեր ղեկավարած կառույցը կարող է վստահություն եւ հարգանք ներշնչել։ Ոչ, դուք համոզիչ չեք։ Միգուցե Հակոբ Մովսեսի դրվագը չլիներ, ես ասեի, օ, վերանայել է դիրքորոշումները, բայց ոչ, այս ամենը վերաբերում է ձեր հաշվետու տարուն։ Ոչ, դուք համոզիչ չեք եւ ոչ էլ անկախ եւ հանձնաժողովը։ Ինձ եւ հասարակությանը չեք կարող համոզել, թե մի շարք հեռուստաընկերությունների եթերից զրկելու ձեր որոշումները անաչառության եւ անկողմնակալության դրսեւորումներ են։ Բայց հիմա անդրադառնամ այս ամբիոնից 3 հնչած մի քանի ակնհայտորեն մոլորեցնող հաստատումներին։